Նույն հաջողությամբ կա որոշակի լարվածություն ռուս-ադրբեջանական հարաբերությունում, ընդհանուր շատ բավական, որի մասին նույնիսկ խնդրում եմ նաև ուսումնասիրեք Դուգինի հայտարարությունը։ Սրտաճմբլիկ հայտարարությունները ի զարմանս ինձ շատ անկեղծ, նույնիսկ ասում էր մոռացել եք ով տվեց Արցախը ու ոնց կարողացաք դուք։ Շատ անկեղծ էր։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նման ուր մնա մի քիչ այդպես անկեղծ էլի խոսեն։ Համենայն դեպս փաստը հետևյալն է, իրենց մոտ եւս կա ճգնաժամ, մանավանդ գիտենք հայտնի այդ հերոստակայանների փակումը Բաքվում, այնտեղի Դոմ Մոսկվայի փակումը։ Մի երկու օր առաջ նոր կայք է փակ, հերոսականալի կայքեջ է փակում։ Դա լարվածություն է, Ցարգրադի, բայց նույն հաջողությամբ պարոն Մնացականյան, հենց երեք պաշտոնապես Պուտինն է շնորհավորեց Ադրբեջանի անկախությանը, բարեկամության դաշնակցային հարաբերությունների, այո, ուզում եմ ասեմ, որ գիտեք, ախր այդ տիպի հարաբերությունները մագերեսային չի կարելի դիտարկել, դրանք ինչ որ քենապահության, վրեժխնդրության, դրանք քաղաքական կատեգորիաներ չէ։ Այսօր այսպես ասեց ինչ որ Բաստասիջան, մեկը այսպես, կա քաղաքական ուղեգիծ։ Տվյալ դեպքում շահերի բախում, համընկնում, շահերը, որտեղ որ սուրանգյուններ կան, որը հարթվի, որը ոչ։ Այս պարագայում, բայց մի փաստը էս է։ Տարածաշրջանում, եթե ավելի գլոբալ, այս պահին ռասկլադն այնպեսին է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, եթե դիտարկում ենք տարածաշրջանը, հարավային Կովկասում, այս պահին Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է, վերջ։